մի պճեղ սխտոր եմ եկել, աղջ։ Ունեմ, նայ, ես բոլորը տղայ չնորքն եմ, Սիմոնիտ մատներն իմ ջղերը, քուտնից մենակ ես է եկել իմ տուն ու լավ պահվում է, գիտես ինչի է պահվում, զերքից ոտից որոնքնես, կեզ բերեմ դնեմ ես թախտին, երեսիտ էլ ընկուզենում իջուղ դնեմ, որ ճանճերի երեսիտ չնստեն, հոտից պաղ չեն։ Ջուղի հոտից նանի ջանքու հոտից չէ։ Լավն ես, շատ լավն ես, բյանդ էլ մաքր կայի, շատ լավն ես։ Իմ բերանից մենակ ճիշտ խոսք է դուրս գալիս։ Ճիշտ է դուրս գալիս, բայց պետք է ներենք, համբերենք, սիրենք, թուրը թվանքով բան դուր չի գա, բալաջան։ Ես կու բալեն չեմ, աստված ինձ աններ է ստեղծել։ Դու իմ երեխայի կյանքը կերար։ Չուտեի այկնիկ, էլ չուտեի, քնում ուտում թքում ոդ էիք լվանում 20 հոգով մի տան մեջ։ Մեկը մեկի մի մազին չէր դիպչում։ Չէր դիպչում դրա համար էլ ամենայի ետնկածն էիք։ Մեր տան հոգսը մեր տանն էր մնում։ Մեր հոգսի շունչը ոչ մեկի դնչին էր չէր դիպչում։ Բայց դու իմ երեխայի կյանքը կերար, խայտառակարիր, ծիծաղատեղ դարձրիր երեխայիս։ Հորանց գնալիս դու էնու շորն էիր հագել, հե? Էնու շորն էիր հագել ապնի մեղնելուց, հիշի։ Էնումից բերեցի կապնի քելեխի ալուրը։ Քարանց պարավելն չի էր ապնի մեղնելուց տուն մտելու դուրը ներսից փակել։ Մահից էր վախում, մահից չէր վախում, քեզնից էր վախում, որ հիմի գաս ու սքաժոր կուզես, որ հոգիացի ալյուր կուզես ու հոգիացի միս կուզես։ Մարդ բակա մեռնի ու իշտանը մի հոգիացի պատրաստություն չունենա։ Բա դա իրավունք ունի մարդ կոչվի ու մեռնի։ Երեխայի ծիծաղատեղ եմ դարձրել։ Իմ դուռը դրինքի վրա բաց է եղել, հարևանի առաջել, անց որոտարականի առաջել, ինչ իմանայի, որ իմ կարիքի օրը դուռ պիտի փակեն իմ դեմ, չլինի քո տեսակը, վերանա քո տեսակը, Աստծո գառան աշխարհ կփչացրիք։ Ես ձեր սերն էի ուզում, ես իմ երեխայի սերն էի ուզում, ամեն կին իր ամուսնու համար պիտի սեր լինի։ Ավետի կապին, հնձից, կոմերից, ձմռան փայտատեղից ինչքան որ եկել է, ես նրան տաշտակի մեջ եմ դրել, ու տանք ջրով, գոլ ջրով լոհացրել եմ։ Սիմոնոս քեզնից սեր չտեսավ։ Գոմում ինձ էր, գոմեշի թրքի ու տնքոց մեջ ինձ սեր։ Իմ ունեցածը գոմ եմ տվել։ Սերը ներողորի համար է, այ որդի, մարդիկ նեղության մեջ պիտի արսիրեն։ Լաց հեղի, ոչինչ, բայց սխտորը չմոռանաս։ Արուս ջան, բառովին մի լավ նալեց։ Հա, լաց էր լինում։ Արուս ջան, Երևան եմ գնում եմ Արմենենքից տնավորը։ Աղջիկ ինժեներ է, 150-ն է ստանում, 150-ն է, չհաշված հունարար։ Սրանք Երևան գնաց փոքրերն են։ Շատ է, թե քիչ։ Մեզ համար շատ, քաղցոնց համար քիչ։ Քիչ է, բայց մեր քրտինքն է Արուս ջան, ուրիշների պես գողություն չի։ Աղջիկ, բայց հեմ ինձ էլ նաննել ու կանչեցիր։ Չէ, դու Արուսն ես, ես աղուն եմ։ Մեր մեջ բարդ ու պահանջ չկա։ Քեզ կանչեցի, որ գազնայես ու գողես ինձ։ Էս ինչ է։ Խալի չայեմ, հարցից ոտների տակ փռելու։ Հա, խեղճ աղջիկը ոչ ունեցած կլինի, ոչ էլ տեսած։ Ունեցած կլինի, թող պակասություն չտեսնի, ունեցած չի լինի, թող ունենա։ Հարսդ ինժեներ է, տղեդ բուրբուր ստանում է, այսքանը տանում ես ում համար։ Բուրբուր ստանում է, բուրբուր էլ ծախսում է Արուշան։ Նա մի գիշերում 400 գլխին քար է գցում։ Մի կովիգի։ Աղջի, ուժը հատած մարդու տերեսը դու ուտում ես, որ այսքան նետան այսքան ուտաս։ Սրանք ինձ դուրս էինք ցելու եկել էինք ես ուզելու։ Պիտի հաջողվեր, պիտի գայիր, պիտի նայիր Սիմոնի դեմքին ու ծիծաղեիր։ Ինքն էլ քո երեսին ծիծաղեր։ Լավ կլիներ։ Փիլոյի ճկույթերը չեմ փոխի։ Տարին մի տոննա բուրդ է մտնում քո տունը ինչի պիտի փոխեիր։ Քոնը չի բերում։ Հայտ բրծելով, այո, բերում է։ Քո խոստինից պակաս չի։ Դրա մասին արիչ խոսենք Գորոս, ես ռեալիստ մարդ եմ, ճիշտը ճակատին որ չասեմ կհիվանդանամ։ Քո մարդը բերում է, իմը չի բերում, բայց իմ ունեցածը քոնից շատ է, որովհետև այս տանկինը ես եմ։ Ինչ որ է աղուն մարդդ մեղք է։
Դրա պատասխաններ կա Արուսյան, որպեսզի մեկ չլինի, պիտի գողանալու խորամանկություն ունենա, չունի, պիտի վիզոզիքելով աշխատի։ Աշխարհը հեշտ է աղում, բայց դու դժվարացնում ես քեզ, էլ ես տանջում ուրիշներին է։ Հիշում ես պատերազմի ժամանակ մի փուր կարտոլով ապրում ու ինչքան էինք ծիծաղում։ Գողացողի համար հեշտ է, վայ չի գողացողին։ Դուրը դեսված կլինի Արուսյան, կարայք ինչ աշկ ունենաս, գնա, գործից չգցեմ։ Էլ բան չունես ցույց տալու։ Մի բան էլ եմ մտածել Արուսյան, բայց չգիտեմ, կհավանես, թե չես հավանի։ Արմենակիս ու իր կնոջը որոշել եմ 1000 ռուբլի տալ։ Փողը ձեռները չեմ տալիս, որ դրան գնան թատրոն, ռեստորան։ Ես ինձ ձեռքով ճաշասենյակ եմ առնում դնեմ տանը։ Աղջի, դու խելագար ես։ Աղջի, դու խելագար ես։ Աղջի, դու հիմար ես։ Տո հարսի թեյն է թաղեմ, տղի թեյն է անիծը։ Աղջի, դու ես տունը սրբաստանում ես ում համար, դե տանում ես սուսուփուստար, էլ ինձ ինչ ես կանչել։ Դու քաղաքիդ գլուխը հողեմ, քաղաքիդ այդ պտուղը, որ մեծացել է մակրության ու փողի մեջ, դու էլ նրան արտասունքով մի քանի կոպեկ ես գցել իրար, որ տանես նրանց հովանես, ասված է, շատը շատին, շամպոչն էլ աղքատին։ Դե հիմա գնա ջրի դուր Արուսյան, նորը գցի գյուղի բերանը։ Ասա Սիմոնի աղոնումի թախտով բաժանվել է, հիմա իրա տղայի համար թաշտամուր է առնում։ Արուս, ես բախտավոր եմ, թե անբախտ։ Մարդու նեղություն ես բերում աղուն ազնվությամբ։ Քու այդ հարսը, միչև հիմի որ լավ է ապրել, այդ դու չես լավ ապրել։ Ու հիմա էլ Արմենակի կինն է լինելու, Արմենակի տերն ինքն է լինելու։ Քանը քո Սիմոնն է, ես այդպես եմ կարծում։ Իմ տղեկի ես տվել եմ առողջությունում մի ձեռքան կողին։ Իմը Փիրոն է։ Այսօր 2-ով 2 հավ են կերել։ Այդ մի ձեռքան կողինն էլ իզուր եմ տվել։ Ինչ է եղել աշխարհել է, որ կողմը նայում ես ապրուստ է թափած։ Դու ծիծաղել ու սիրտ ուզի։ Դու բախտավոր ես թե ամա, դու կիմանաս։ Իսկ իմ պահով ես գոհ եմ, որ ես Արուսն եմ եւ ոչ թե աղուն եմ։ Ես անբախտ եմ Արուսյան։ Իմ ներած ու դարպասեցին է եղել, իմ հետ նիշխանն է եղել։ Ամեն մարդի ուրախությունը ինձ է գալիս աղուն ջան։ Բախտավոր է, ուրիշներով չի բախտավոր։ Դժբախտ է, մեղավորը ուրիշները չեն։ Իմ երեխան գոմում է ծնվել։ Իմ onk որտեղ են ծնվել։ Ես քաղաք տեղից է եկել դու հովիտից։ Քաղաքից մենակ դու ես եկել։ Իմ հոր պալատները իմ մարդու գոմը։ Դե լավ աղուն ջան, քեզ բարի ճանապարհ, հիմի իմ ճաշն է վառվեց։ Շնորհակալ եմ Արուսյան։ Քաղաք տեղից մենակ դու ես եկել, ես հովտից էի։ Երանի քեզ։ Մարդիկ գնում են Սենդուկի, Օդեսիա, արտասահման են գնում մարդիկ։ Դու հովիտ տեղի ապրողները մարդ չէ։ Այս Սենդուկի ու արտասահման բաց քամակ հիմարներ չկան։ Ի աղջիկը գործիդ գնա։